մեծագույն ազդեցություն է ունեցել իմ վրա իհարկե իմ հայրը, մեր տարբեր զրույցներով եւ այլն, եւ պատանեկության տարիներից իմ երազանքն էր Հայաստանը տեսնել անկախ Հայաստան։ Դա իհարկե նրա ազդեցությունը շատ մեծ է եղել այդ հարցում։ Եվ մեկն էլ երևի շատերը գիտեք լեզվի նկատմամբ նրա վերաբերմունքը եւ 87 թվականին ես իմ համախոհների հետ ստեղծեցինք դեռևս այն ժամանակ ոչ ֆորմալ Մաշտոց միավորումը, որի նպատակն էր, որ հայ երեխաները գնան միայն հայկական դպրոց։ Հետո պայթեց Ղարաբաղյան շարժումը։ Այդ ժամանակ արդեն երբ որ ընդհանուր տարբեր այդպիսի կազմակերպություններ ստեղծվեցին եւ այլն, ես բոլորին հիշում եմ, մեր կազմակերպությունը արդեն մոտ 200 հոգանոց կազմակերպություն էր Մաշտոց միավորումը եւ ինձ Ղարաբաղ կոմիտեից առաջարկեցին նաեւ դառնալ Ղարաբաղ կոմիտեի գաղտնի անդամ։ Օգոստոս ամսին ես դառա Ղարաբաղ կոմիտեի գաղտնի անդամ։ Ինչ էր դա ենթադրում։ Ենթադրում էր հետեւյալը, որ հայտնի 11 հոգու եթե ձերբակալ են, մյուս 5 հոգին շարունակեն պայքարը։ Եվ իդեպ այդպես էլ եղավ։ Այո։ Միառժամանակ։ Հա։ Ինչևէ, եւ փաստորեն այդ ժամանակվանից ես նույնիսկ ավելին ասեմ, հաճախ իմ ծանոթների ընկերները հիշում են իմ հետ կապված պատմությունը Հովհաննես Թումանյանի Ախելք մարդու հեքիաթը, որովհետեւ այդ ժամանակ էր հենց երբ որ ինձ հրավիրել էին Ֆրանսիայի սուպեր նորմալ էկոլ դոկտորանտուրա գեոֆիզիկայի գծով հրավեր ունեի, բայց ես մտածելով Ղարաբաղյան շարժում անկախություն հրաժարվեցի գնալուց։